Սարգսյանը երբ որ պետք է ընտրվեր 5 տարի առաջ, երբ որ մայիսի 15-ին մեզ ասեց, թե բարձրացավ մեր ղեկավարը իր մոտ, մեզնից 2 հոգու հետ, այո, այն ժամանակ վարչապետ էր, արդեն պետք է ընտրվեր նախագահ։ Ասեց 15-ից հետո մայիսից ձեր հարցը կլուծեմ։ Թող խաբեց, ոչ էլ լուծեց։ Ճիշտ ասած ուրիշներն ասում էին, թե ինքը ընկնեց մարդ ա, որ ինքը ասեց իր ասածը կանի։ Ոչ մի ասած անել, ինչ ասած։ Մեզ խաբելով ման են գալիս քաղաքապետարան, նմանապես իրանք, նմանապես Քոչարյանն էլ ժամանակին մեր տները ինքնականդել։ Նույն Եսայանին դու կարող ես $50,000 տաս, 2 տարի համար, դու մեր փողը չես կարա մեզ հետ տաս։ Դու մեր փողն ես հետ տալի, դու բյուջեից փող չես տալի։ Իմ տունը դու թալանե ծախել ես, դրա փողը տուր ինձ։ Իմ տունը տուր, դու ինչին ընկար միջնորդ, ես ինքս կծախեի, կամ ես տեղում տուն կսարքեի, նույն բիզնեսը կանեի, ոչ թե ես կենտրոնի ապրող 40-50 տարի ապրել եմ, թողնեմ գնամ ծայրերը ապրեմ, ուրիշ մեկը գա կենտրոնում, թող ես տեղում տուն տայի, ես չէի պայքարի։ Եկան բոլորից հանեցին, Բյուզանդից, Լալայանից, Հյուսային պողոտայից, բոլորից հանեց շպրտեց դուր, իր հիմար շենքերը կառուցեց, որը բոլորը պատմական հուշարձաններ էին։ Ինչի համար, ատում է ժողովուրդը իրանց, թող իզուրտեղ չկանգնի ժողովորդի անունից չխոսա, այդ Տիգրան Սարգսյանը ժողովորդի անունից է խոսում, 11-12 տարի է, մենք փողոցում կանգնած պայքարում ենք, կանչում են քաղաքապետարանը, ասում են հա կլնի ընտրությունների վաղտը, Սերժիկը կանչեց մի 2 անգամ ասեց կլնի ու ոչ մի անգամ գոնե կանչեն ասեն պուհը